Կեղծ խաղաղության գինը փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Լոս Անջելեսում բնակվող սիրելի հայրենակիցներ, բաց մի թողեք հնարավորությունը ներկա գտնվելու մարտի 26-ին երեկոյան 7:30-ին Փասադենայի AGBU արվեստի կատարողական կենտրոնի սրահում կայանալիք պրեմիերային։ Բարև ձեզ հարցազրույցի տաղավարում այսօր զրուցակիցս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն է, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Պարոն Միկոյան, ասուլիսից արդեն գրեթե շաբաթ է անցել, բայց երկրորդ նախագահի հնչեցրած հայտարարությունները, մտքերը, թեզերը թե ներքին, թե արտաքին քաղաքականության վերաբերյալ ուղենիշային թեզեր շարունակում են քննարկվել հանրային քաղաքական դաշտում, նաև շարունակում են բուռն արձագանքներ ստացվել դրանց մասով ես կխնդրեմ գնահատել հատկապես այս հարթությունում, հա, արձագանքների դաշտում ինչ ունենք։ Տեսեք, նախագահի 2.5 տարվա լռությունից հետո իր այս ասուլիսով հանդես գալը լավագույնս նախագահան իր ներածական խոսքում ասեց ինչի այսքան լռություն եւ ինչի հիմա այդ ասուլիսը։ Այն որ ասուլիսը սպասված էր առնվազն մարդկանց մեջ շրջանակի կողմից դա փաստ է։ Դա ցույց է տալիս ասուլիսի հանդեպ մեծ ուշադրությունը, դիտումները, քննարկումները եւ այլն, տեխնիկական պարամետրերը։ Այն որ ասուլիսը սպասված չէր որոշ շրջանակների կողմից կամ որոշ շրջանակների ինքնախապ արտաքին թե ներքին ինքնախապեյությամբ էին զբաղվել երկար ժամանակ իրենց համոզել էին, որ նախագահ Քոչարյանը այլևս քաղաքական ակտիվություն չի ցուցաբերվելու, կար նաև այդ հատվածը, ոնց համար սպասված չէր։ Արձագանքները ներքին թե արտաքին շատ բնական ու նորմալ էր, հասկանալի գոնե տրամաբանության առումով, որ Ադրբեջանից պետքա լինեին շատ հիստերիկ արձագանքներ, որովհետև գիտեք, ամեն դեպքում իրենք էլ հասկանում են եւ համաշխարհային պատմությունն է ցույց տալու բոլոր պետությունները պարտվել են, երևի չկա այդպիսի պետություն, որ պարտվի, բայց շարունակական նվաստացման չեն ենթարկվել։ Եվ Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձով, ղեկին վերադարձով այդ նվաստացման շղթան պարզապես ընդհատվելու է, անհնար է լինելու այլևս Հայաստանի հետ այս տոնով խոսել ու այս տիպի խոսել։ ՔՊԱ-ականների արձագանքը հենց այդ նույն հատվածից է, որ իրենց համոզել են, որ դե վերջ, ամեն ինչ ավարտվեց, ամեն ինչ ուղիղ է ու հարթ է ու գնալու ենք դեպի իրենց պատկերացրած պայծառ ապագա, իրենց եւ Ադրբեջանի, այդտեղ նմանությունները շատ են։ Իսկ ներքին որոշ շրջանակներից արձագանքները արդեն տեղավորվում են այն հատվածում, որ այդ շրջանակների մեջ շատ արտահայտիչ ու ցայտուներ ՀՀԿ-ական եւ ՀՀԿ-ամերձ շրջանակները, երևի իրենք էլ իրենց համոզել էին կամ ում հետ շփվում են նրանց համոզել են, որ այլևս նախագահ Քոչարյանը չի լինելու որևէ տեսակի պայքարի մեջ եւ կարելի է հաշվարկները կամ ինչ որ ծրագրեր կառուցել ելնելով դրանից։ Բոլորն է տրամաբանորեն հասկանալի են, մարդկայնորեն գուցե ինչ-որտեղ ընկալելի չեն, բայց քաղաքական առումով գիտեք, եթե կան ուժեր, որոնք լուրջ վախ ունեն, որ 4%-անոց շեմը չեն հաղթահարելու, իհարկե մարդկայնորեն հասկանալի է Ռոբերտ Քոչարյանի հայտը կամ այսպես ասած նախագահի ձևակերպումը մուտքի եւ պրոցեսներին մասնակից լինելու, էլի հասկանալի է, ընկալելի չի, տարօրինակ է, բայց հասկանալի է այդ պահվածքը։ Եվ այս թեման շարունակելով նաեւ որոշակի կարելի ասել սրացում, քննարկում եղավ նախագահի ասուլիսին հաջորդած, դա նաև տարբեր մեղադրանքներ հնչեցին, եղավ արձագանք նաև Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կողմից, որը տնային կալանքում է, բայց նրա անունից տարածվեց հայտարարություն, ու կոչը որն էր, որ այս ամենը պիտի զսպվի, որպեսզի չնմանվենք Նիկոլ Փաշինյանին։ Առաջերտին օգտվելով առիթից Արմեն Աշոտյանին շուտապույտ ազատում կցանկանայի մի տեսակ
զենքերի հավասարության սկզբունքով ես կալանքի տակ չեմ, ինքը կալանքի տակ է, բայց համարենք դա իր արձագանքը չէր, համարենք դա կուսակցության արձագանք էր, որ էթիկապես ճիշտ լինի փոխնախագահի մակարդակով եղավ արձագանք։ Հիմա գիտեք, Նիկոլին չնմանվելու միակ եւ լավագույն ձևը դեղին թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին քաղաքական գործիչի եւ գործոնի չվերածելն է, լավագույն ձևն է։ Իսկ ինչ որ բան դադարեցնելու լավագույն ձևը, այդ ինչ որ բանը չսկսելն է։ Երկու կարճ բանաձևում։ Իսկ ինչ վերաբերում է Քոչարյանամերձ կամ քոչայանական շրջանակներից հակաքարոզչությանը, գիտեք, փաստերը լրիվ հակառակ բանն են հուշում։ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հակաքարոզչությունը ՀՀԿ-ի ամերձ շրջանակներից սկսվել է դեռ 2008 թվականից։ Եվ դա տեղի ունեցել թե իշխանական, թե իշխանամերձ պսևդո ընդդիմադիր լրատվամիջոցների, խոսացող գլուխների եւ այլ միջոցներով։ Կա նույնիսկ ինքնախոստովանական այսպես զրույց Սերժ Սարգսյանի մերձավոր հարազատի կողմից, որ ինքը հովանավորել է Նիկոլ Փաշինյանին տարիներ շարունակ։ Այն Նիկոլ Փաշինյանի, որը ուղիղ զբաղված էր ամենավերջի ապատեղեկատվությունը նախագահի եւ նախագահի ընտանիքի մասին տարածելով հայկական ժամանակի միջոցով։ Ու դա տեղի ունեցել ոչ միայն հայկական ժամանակի միջոցով։ Հայաստանը փոքր է, բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, բայց քանի որ ունենք արդեն ինքնախոստովանություն, երկու պարզ օրինակ բերեմ։ Նիկոլ Փաշինյանը իր թերթում գրում էր, որ պղնձամոլիբդենային կոմբինատը Քոչարյանները վերցրել են, սեփականացրել են, առել են, չգիտեմ ինչ։ Տարիներ են անցնում, նույն Նիկոլ Փաշինյանը գալիս է իշխանություն, կա զրո ապացույց Քոչարյանների ներգրավվածության մասին եւ արդեն մարդիկ տեսնում են ապացույցներ նույն Սերժ Սարգսյանի մերձավորի կողմից այդտեղ ինչ որ ձևի ներգրավվածության մասին։ Նույնը վերաբերում է նաեւ սպայկային եւ այսպիսի բազմաթիվ բաներ, որոնք կուլտիվացրել են 2008-18 թվականների ընթացքում։ Դա փաստ է քաղաքականությամբ, լրագրությամբ զբաղվող մարդիկ, դա ակներև եւ բացահայտ գիտեն, սրա մասին երկար օրինակներով բացատրելու կարիք չկա, բոլորը գիտեն ով, ում, երբ ու ինչքան է ծառայել։ Պարոն Միկոյան, դուք խոսում եք այն մասին, որ հակաքարոզչությունը իրականացվել սկսած 2008 թվականից, դե 18-ից հետո, երբ իշխանափոխություն տեղի ունեցավ, արդեն Քոչարյանը ուղղակիորեն թիրախում հայտնվեց, այդ թվում նաև քրեական գործիքակազմով, այդ շրջանում այդ ձեր նշած հակաքարոզչության էֆեկտը ինչպիսին է եղել։ Տեսեք, մի այսպիսի էմպիրիկ փորձ անենք հեռուստադիտողների հետ, մանավանդ 30+ տարիքի։ Պարզապես թող լսեն, հիշեն ու իրանք այդ հարցին պատասխանեն։ Նախագահ Քոչարյանի իշխանությունից հեռանալու պահին 2008 թվականի նախագահ Քոչարյանի հանդեպ այն բացասական ընկալումը կամ վերաբերմունքը եղել է գործող նախագահը չէր կարա չունենար բացերի։ Երբ որ համեմատում ենք 18 թվականի Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու օրվա կամ դրան նախորդող 1 ամսվա հետ, սարերի եւ ձորերի տարբերություն, այսինքն 10 տարի այդ ամբողջ ապարատը աշխատել է նախագահ Քոչարյանին դեմոնիզացնելու եւ հակաքարոզչություն տանելու ուղղությամբ։ Այն մարդիկ իրենց մեջ այդ հարցին կպատասխանեն, հիշեն Քոչարյանի 2007 թվի իրենց ընկալումը եւ մեկ է հարցնեն, բա ինչ եղավ 2018-ին այդ ընկալման փոփոխության հետ։ Պատասխանը էստեղ է։ Դրանից հետո իհարկե 18-ից շարունակվել է, բայց մի բան ասեմ, որ հանգիստ պարզապես վերաբերվենք, մենք այդ ամբողջը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ընդունում ենք իգիտություն, անելով հետևություններ։ Պարոն Միկոյան, անընդհատ քննարկման առարկա է դառնում նաև երկրորդ ու երրորդ նախագահների փոխհարաբերությունների հարցը ու տարբեր առիթներին մամուլի միջոցները, լրատվամիջոցները այս հարցադրումները պարբերաբար հնչեցնում են։ Նայեք, այդ հակաքարոզչության, այդ ծավալի փոխհարաբերությունների որակի մասին շատ լավ երկրորդ ու երրորդ նախագահների փոխհարաբերությունները տարբեր մարդիկ տարբեր ձև ուզում են նկարագրեն։ Նախագահ Քոչարյանի գրքում վերջի գլուխն է հետ նախագահական տարիներ։ Շատ մանրամասն, ում հետաքրքիր է այսօր թող մի հատ վերընթերցեն կամ ով չի ընթերցել, թող նայի։
այդ հարաբերությունների մինիմալ աստիճանի լինելու մասին, որտեղ նախագահ Քոչարյանի ցանկացած մտահոգ քննադատություն, տնտեսական, հայ-թուրքական եւ այլն բախվում էր մի հատ մեծ ծավալի հակակարողության, որ նախագահան այդ ժամանակ որևէ հայտ չէր ներկայացնում քաղաքական, որ այ ես պետք ուզում եմ գամ ձեր տեղը։ Որպես մտահոգություններ կողքից նայող մեծ փորձ ունեցող մարդի։ Ու այդ ժամանակ արդեն այդ հարաբերությունները շատ լավ նկարագրված է, ինչպիսին էին, որ շփում գրեթե չկար կամ ձևական ինչ որ առիթներով շփում էր։ Խնդրեմ պարզապես մարդիկ ընթերցեն, վերհիշեն ու իմիջիալոց այդ գիրքը գրվել է 17 ավարտվել է 17 թվականի վերջում, 18 դեռ չկար։ 18-ին ավելացել է ընդամենը մի հետգրություն արդեն post-հեղափոխական։ Ներընդդիմադիր դաշտում այս խմորումները շատերի կարծիքով ուժեղացնում են Փաշինյանին եւ նպաստում են նրա դիրքերի ամրապնդմանը։ Ամենևին նման կարծիք չունեմ։ Ներընդդիմադիր դաշտում տեղի ունեցող միակ բանը, որ կարա ուժեղացնի Փաշինյանին, դա Փաշինյանի այսօրվա դրությամբ համար 1 ընդդիմադիր ուժին հարվածելն է։ Իսկ որ այդ ընդդիմությունը դա Ռոբերտ Քոչարյանն է, անզեն աշկով է եղել։ Այս թեման փակելու համար մի անեկդոտ հիշեցի ու ինձ թվում է լավ կլինի մի քիչ ապստանովկեն է բացեք, էլի։ Ամուսինը վերադառնում է տուն, տեսնում է կինը սիրեկանի հետ է։ Նու ջղայնանում է, սկսում է սիրեկանին ծեծել, ու սիրեկանը փախնում է։ Որ սիրեկանը փախնում է, կինը ասում է. «Տեսար ոնց քեզ օգնեցի սրան ծեծենք»։ Ամուսինը ասում է. «Հələ ես պետք է հարցնեմ, սա ոնց էր մեր տանը հայտնվել»։ Եվ մի տեսակետ էլ կա, պարոն Միկոյան, երբ ընդդիմադիր տարբեր դրսևորումներ են լինում, ընդդիմադիր պայքարի ակտիվ եռացող փուլ է լինում, այսպիսի մի թեզ կա, որ երբ Քոչարյանի մասին խոսք է գնում, աշխատում է նրա անտի-ռեյտինգը, նրա հակառեյտինգը, եւ դա ունենում է բացասական ազդեցություն process-ների վրա։ Տեսեք, այդ անտի-ռեյտինգի կուլտիվացիայի ժամանակաշրջանը ֆիքսեցին, երբ է սկսվել մեծ ուժով ու իհարկե 18-ից հետո շարունակվել է։ Բայց նախագահ Քոչարյանը 18 թվականին վերադառնալով, պայքարելով, մաքարելով, կալանքներ կրելով, մարդիկ սկսել են ու արդեն շատ մարդիկ եւ 21 թվականի ընտրության արդյունքները դա ցույց տվեց, որ գնալով այդ ալիքը մեծանում է, այսինքն մարդկանց անընդհատ խափած չի կարելի պահել, անհնար է։ Բոլոր օրենքներին ադեմ։ Այսինքն գնալով այդ ալիքը մարդկանց քանակը գնալով շատանում է։ Ու գիտեք, այդ անտի-ռեյտինգները, օրինակ Դոնալդ Տրամպի անտի-ռեյտինգը նույն ամերիկյան սոցիոլոգիան, որը ինչպես Հայաստանում է նկարվում շատ հաճախ, այնպես էլ այնտեղ հասկանալի է։ Տրամպի անտի-ռեյտինգը համարյա հավասար էին իրար։ Դա որևէ բանով չխանգարեց, որ հողի վրա ընտրությունների ժամանակ Դոնալդ Տրամպը ունենա բացարձակ առավելություն։ Այսինքն, այդ էլ շատ լավ գիտենք ռեյտինգները եւ անտի-ռեյտինգները, որտեղ են նկարվում, ինչ թանակով են նկարվում, ում կողմից են նկարվում։ Ինչ են ասում փակ հարցումները, վստահ եմ ներքին հարցումներ իրականացվում են։ Գիտեք, հիմա չի ցանկանա շատ կենտրոնանամ սոցիոլոգիայի վրա։ Լավագույն սոցիոլոգիան դա հողի վրա, փողոց կամ B ընտրություններ։ Իմիջիալոց նախագահ Քոչարյանի ասուլիսի այդ շատ մեծ ներվ առաջացրած հատվածը հենց դրան էր վերաբերում։ Ընտրություններին մասնակցություն։ Այդ հատվածը որ մարդիկ լսեն, կարդան ու կարդան արձագանքները, չեն հասկանա այդ որտեղից ուր հասան, այսինքն նախագահ Քոչարյանը 3 հնարավոր տարբերակներն էլ նշում է։ Թե փողոց, թե փողոցով արտահերթ, թե հերթական։ Լավ, կա այլ տարբերակ, որ չի նշե նախագահ Քոչարյանը։ Ինչ-որ քաղաքականության մեջ ուրիշ տարբերակ ես չգիտեմ։ Մնացածը ապաքաղաքական տարբերակներ է։ Եվ այս նյարդային ռեակցիան ցույց է տալիս, որ տարբեր կենտրոններում արտաքին թե ներքին հաշվարկներ են խառնվել։ Իսկ այսօրվա աշխարհում արդեն տրենդը ապացուցում է, որ եկել է փորձառու ժամանակին մեծ ռեզուլտատներ ունեցած ղեկավարների շրջան։ Այդպես է պատմության ընթացքը, այդպես է, չես կարող դու պայքարել մի բանի դեմ, որը բնական է։ Այլևս էքսպերիմենտները չեն աշխատում։ Էքսպերիմենտ չի լինելու մեծ փոփոխության ալիք է, որտեղ այդ էքսպերիմենտը պարզապես այդ ալիքների մեջ ջարդվի։ Եթե մենք ուզում ենք մենք ջարդվենք, փոշիանանք, բայց կարելի է այդ ալիքը բռնել ու այդ ալիքով ունենալ շատ մեծ ռեզուլտատներ։
Եվ փորձ արդեն նույն Տրամպի, նույն գերմանական ընտրությունների ցույց է տալիս, որ թափանիվը արդեն հետ է ֆռում, պատմականորեն այդ սպիրալաձև է եղել միշտ։ Հիմա եկել է սպիրալի այդ հատվածը։ Դրա հետ մարդիկ դա ոմանց դուր գա, դուր չգա, դրա հետ այլևս ինչ որ բան անել անհնար է, առավել եւս նախագահ Քոչարյանի մեծ պահանջվածության պայմաններում, երբ որ մարդիկ գնալով հասկանում են իրենց պետք է լուրջ, հասուն, փորձառու եւ մեծ արդյունքներ արձանագրած գործիչ։ Դրա հետ ինչ ուզում են թողնել։ Պարոն Միկոյան, մի թեզել է շատ շրջանառվում, որ երկրորդ նախագահը մասնակցելով 21 թվականի արտահերթ ընտրություններին լեգիտիմացրեց Փաշինյանին։ Գիտեք, այդ հարցը այնքան շատ է տրվել, եկեք սենց պատասխանեմ։ Իշխանությունը Նիկոլ Փաշինյանին հաստատ Ռոբերտ Քոչարյանը չի տվել։ Որտեւ 2018 թվականին Ռոբերտ Քոչարյանը չուներ այդ իշխանությունը։ Ինչ որ բան տալու համար առաջերտին դա ունենաս։ Ռոբերտ Քոչարյանը ունենարել այդ եղանակով իշխանության եկող խմբակին ու այդ կառուցվածք, մտավոր կառուցվածք ունենող խմբակին չէր տա այդ իշխանությունը, ինչը ապացուցել է 2008 թվականին։ Երկիրը պարզապես զերծ պահելով արյունահեղությունից, պարտությունից եւ նրանից ինչ հիմա տեղի է ունենում։ Իմիջիալոց հենց դրա համար Ռոբերտ Քոչարյանը այսօր ենթարկում է քաղաքական հետապնդման, կալանքների, ինքը իր ընտանիքի անդամները, դա այդ 2008 թվի պատասխաններն է, որ այն ժամանակ թույլ չի տվել։ Դրա համար, այսինքն այդ հարցին այդ ձև ես կարող եմ պատասխանեմ։ Հաստատ Քոչարյանը չի տվել, որտեվ չուներ, ունենարել չէր տա։ Ես չեմ ասում ընտրություններով եւ այլ, այս եղանակով հետ գնացել է ընտրության լեգիտիմացրել է։ Գիտեք, Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը արդեն ինքը իր մեջ այդ պատասխանը ունի, ով է Նիկոլին բերել, ով է Նիկոլին տվել իշխանությունը։ Ու վստահ եմ հաջորդ քաղաքական կլինի դա փողոցային, արտահերթ, թե հերթական գործընթացներում հաստատ Նիկոլի ու նիկոլաբերության վերջնական մերժմանը մենք ականատես ենք լինելու, որտեղ միակ փրկության դուռը դա է։ Տեսեք, տեսակետը հետևյալն է, որ մասնակցելով արտահերթ ընտրություններին Փաշինյանը լեգիտիմացվել է։ Գիտեք, այդ խոսույթը կիրառում են Փաշինյանին պարտված, իշխանությունը կորցրած, իմ համար շատ տարօրինակ է, որ դա ՀՀԿ շրջանակներից է հնչում։ Ուղիղ խոսենք, էլի արդեն երևի ժամանակն է ուղիղ խոսելու։ ՀՀԿ շրջանակներից, այսինքն ուժ, որը Փաշինյանին իշխանությունը կորցրել է Փաշինյանի հանդեպ, երկու անգամ պարտվել է ընտրություններին։ Ու խորհուրդներ է տալիս բարձր ռեզուլտատներ ունեցող նախագահ Քոչարյանին, թե ինչ, ոնց ու որտեղ անել, առնվազն տարակուսելի է։ Լեգիտիմացնելու հետ կապված 24-25 ուժ մասնակցեց այդ ընտրություններին։ Եթե Փաշինյանը մենակ էլ լիներ, ընտրությունը տեղի ունենար, դա այլևս լեգիտիմ էր։ Իսկ չլեգիտիմացնելու հետ կապված, գիտեք, ՀՀԿ-ն մասնակցել է այդ ընտրություններին։ Երևի մարդիկ հիշում են, չէ՞ որ Արտուր Վանեցյանի կուսակցության պատիվ ունեմ դաշինքով ՀՀԿ-ն եղել է այդ դաշինքի մաս։ Հիմա նույն ՀՀԿ կողմից, որ այ պետք չէր, այ լեգիտիմացվեց եւ այլն, լավ, բոլորը հիշում են, չէ՞, այդ նախընտրական քարոզչության հիմնական դեմքով էր, դա Արտուր Վանեցյանը չէր։ Ես չէի կարծի, որ երբևէ որևէ ՀՀԿ-ական կասի, որ Սերժ Սարգսյանը մասնակցելով լեգիտիմացրել է Փաշինյանին։ Իմ մտքով չէր անցնի դա։ Գիտեք, 21 թվականի հետաքրքիր մի դրվագել, այսինքն կար ուժ, որը առաջատար էր։ Անխոս նախագահ Քոչարյանը ամենամեծ աջակցություն ունեցող ուժն էր։ Լավ, կարելի էր գոնե տարբեր տեսակի մասնակցություններով չխանգարել, որ գոնե Նիկոլը սահմանադրական մեծամասնությունից զրկվի։ Կարելի է այդպես եզրակացություններ անել, իհարկե արդեն կարելի է անել ու այլ պատկեր կունենայինք, այլ մաթեմատիկա կլիներ, իսկ լեգիտիմացնելու հետ կապված, գիտեք, ինձ մի քանի արագ օրինակ Վրաստանից, էլի։ Վրաստանում սարսափելի արևմտյան ճնշման տակ վերջերս մարդիկ պարզապես սարսափելի ճնշում էր իրենց վրա։ Մարդիկ իշխանությունը չփոխանցեցին, որովհետև դա ճամպրուկ չէր։
Վրաստանում 12 թվականին, երբ որ Սաակաշվիլիին գալիս էին գրեին, որը ուներ, գիտեք, Նիկոլի արևմտյան աջակցությունը ու Սաակաշվիլու անհամեմատ է։ Ունի սա, ահավոր, բայց նրանը տիեզերական աջակցություն էր։ 12 թվականին Վրաստանում որևէ ընդդիմադիր քաղաքականուց չասեց, այ Սաակաշվիլի հետ ընտրության գնալը լեգիտիմացում է, կամ հաջորդ ընտրության, որ ուզում եք գնաք, չէ, մի գնացեք, Սաակաշվիլին է հաշվելու ձեները։ Մարդիկ եկան, աշխատեցին, քաղաքական ուժեր էին, եկան, աշխատեցին եւ վռնդեցին այդ մարդուն, ուրա հիմա ոնց որ մետեխի բանտ, եթե բանտը չեն փոխել։ Իմիջիայլոց 21 թվականին նախագահ Քոչյանի հետ այդ ակամպանիմենտ ստեղծելը թույլ տվեց, որ այն ժամանակ դեռ աշխատող նախկին ներկա թեզը Նիկոլը օգտագործի։ Թույլ տվեց, բացահայտ է։ Այդ թեզը հիմա գոյություն չունի, մաշվել է, քրքրվել է, չկա, չի կարում, այլևս ինքն է չի անում։ Բայց այն ժամանակ դա աշխատող էր, հակազդեցության մեխանիզմ էր, առաջին նախագահի գլխավորած ուժը հավաքեց երևի մոտ 2%, երրորդ նախագահինը մոտ 4%, անցողիկ շեմը չանցավ, բայց ֆոնը նախկին ներկայի այդ ակամպանիմենտը ապահովեց։ Կարելի է սենց վերլուծել, իհարկե կարելի է։ Այստեղ պարոն Միգան, ուզում եմ անդրադառնանք մի քանի թեմաների բխող նախագահի ասուլիսից, որը նաև ներկայացնում էր այն ուղենիշերը, որոնցով ինքը պատկերացնում է Հայաստանի հնարավոր տեսլականը սկսած եւ արտաքին քաղաքականության եւ այս ծանր վիճակից դուրս գալու եւ նաև տնտեսական զարգացումների առումով, բայց մինչեւ արտաքինին անցնելը շատ չարչրկված եւ շատ քննարկված թեմա, մեղրին հանձնելու այսպես պայմանական ճակերտներում հանձնելու հարցը, որի մասին չեն դադարում խոսել ինչ որ կենտրոններ եւ դրա վերջին այսպես ամենաբուրըն դրսևորումը Ազատություն ռադիոկայանի պատրաստած ռեպորտաժն էր դիվանագիտական ինչ-ինչ խոսակցությունների հիման վրա։ Նախագահը պատասխանեց այս հարցին, բայց դուք կարծում եմ ունեք ասելիք եւ եկել եք նաեւ որոշակի փաստաթղթային հիմքով։ Գիտեի, հասկանում եի, որ այդ հարցը նաեւ ասուլիսից հետո ինչ որ մասով դեռ ակտուալ է ու որոշակի չի ասի սա ունիկալ կամ էքսկլյուզիվ sense բառը չի օգտագործի, բայց դեռ չդիտարկված որոշ բաներ եմ, թղթեր եմ իմ հետ վերել։ Գանք սկսենք Ազատության ռեպորտաժից, այսպես կոչված այդ մեծ աղմուկ առաջացրած, ճիշտն ասած իմ արձագանքը ասում են ինչ որտեղ նույնիսկ սուր ա եղել, ու քանի որ հաշվի առնել որ Ազատության լրագրողները պրոֆեսիոնալիզմի ինչ որ մակարդակ ունեն, իմ ակնկալիքը եղել է բազմակողմանիություն, առավել եւս որ իրենց օգտագործած թղթերը ես ունեի վաղուց, ուսումնասիրել էի վաղուց եւ առնվազն ակնկալում էի, որ ամբողջությամբ գնային այդ թղթերին։ Կա երկու տեսակի թուղթ, այդ այսպես կոչված գաղտնազերծված։ Ինչ որ մարդկանց տպավորությամբ եւ հիշողությամբ գրված թղթեր եւ բուն իրական փաստաթղթեր, որոնք պատմում են առաջի թուղթը, որ կցանկանայի ներկայացնել, դա ամբողջովին արձանագրությունն է հանդիպման 2000 թվական սեպտեմբերի 7 Վալդորֆ Աստորիա, Նյու Յորք, Հեյդար Ալիևի եւ ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի հանդիպում։ Պաշտոնական սղագրություն։ Այո, եւ սա, գիտեք, նախագահան իր ասուլիսում մեղրի այդ չարչրկված թեմային արձագանքելով ինչ սխեմա ասեց, ինչ ասեց, ընդհանուրի մեջ ներկայացնել, որ Ալիևից այո եղել է առաջարկ, հասկացել ենք, որ կարելի է օգտվել նրանից, որ Ալիևը պատրաստ է Արցախից մտովի հրաժարվելու Հայաստանին միացման տարբերակին, դրա փոխարեն ուզում էր մեղրին։ Հասկացել ենք, որ այդ հրաժարվելուց Արցախի կարելի է դրանից ժողովրդական լեզվով ասած օգտվել եւ բերել այնտեղ, որը մեզ պետք էր, որը դառավ Քիվեստ վերջում։ Եվ այս փաստաթուղթը ունիկալ է նրանով, որ այդ բերելու մեջտեղն է, այսինքն Ալիևի առաջարկ եղել է 99 թվականին, սա սեպտեմբերն է 2000 թվականի, 2001-ի ապրիլին արդեն Քիվեստի փաստաթուղթն է։ Հեյդար Ալիևը ինչ է ասում Մադլեն Օլբրայթին, ցանկանայի բառացի ընթերցել, դուք կտեղադրեք, ցանկացողները կարող են նաև ընթերցել եւ ցավալին նա, որ Ազատություն ռադիոկայանը ռեպորտաժի ներկայացում է այդ թեմայով Եվ այս թուղթը ընդհանրապես չկա։ Ի տարբերություն բոլոր մնացած թղթերի, այս թղթի վրա կա նշում released in full, այսինքն ամբողջությամբ
գաղտնազերծվածը։ Հեյդար Ալիևը, Մադլեն Օլբրայթին, այն պահից սկսած, երբ անցյալ տարի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պետքարտուղարը միացավ եւ հավանության արժանացրեց իր Ալիևի եւ Քոչյանի միջև երկխոսությանը, որոշ առաջընթաց եղավ։ Ռոբերտ Քոչյանը բառացի դա նկարագրել է։ Նա Ալիևը վերապատմեց իր հողերի փոխանակման առաջարկի մասին, նախագահ Քոչյանը բառացի գրքում գրել է սա, դա եղել է եւ նշեց, որ ի վերջո Քոչյանը հրաժարվեց դրանից եւ ասում է Քոչյանը, որ այդ գործարքը անհնար է։ Բանալի բառ անհնար է։ Քոչյանը ասում է, որ այդ գործարքը ի վերջո հրաժարվեց եւ ասեց, որ անհնար է։ Սա այն փուլն է, որ արդեն Ալիևի առաջարկից փոխանակման մենք գալիս ենք դեպի Քիվեստ։ Քոչարյանը ցանկանում է դիտարկել այլ ուղիներ։ Սա Հեյդար Ալիևի ուղիղ խոսքն է Մադլեն Օլբրայթի հետ հանդիպման ժամանակ։ Այսինքն բառացիորեն ապացուցելով այն, ինչ Ռոբերտ Քոչյանը ներկայացրեց ասուլիսի ժամանակ։ Ես կխնդրեմ նաև մեր ռեժիսորը էկրանին ցույց տա այդ փաստաթուղթը։ Եւ բերել է մեկ այլ թուղթ, որը թվագրված է 15 դեկտեմբեր 99 թվական։ Սա հանդիպումն է ԱՄՆ կողմից Մինսկի խմբի համանախագահ Քերի Քավանոյի եւ Արկադի Ղուկասյանի Արցախի նախագահի Արցախում։ Իմիջիալոց այս թղթից Ազատություն ռադիոկայանը օգտվել է։ Բայց օգտվել է մեկ այլ հատվածից։ Եվ այս թուղթը, երբ որ ձեր ռեժիսորը տեղադրի, այնտեղ կան ընդգծած տեղեր, որոնք հանած են ի տարբերություն նախորդ թղթի, սա փաստաթուղթ ու հանդիպման արձանագրություն, սղագրություն չի, սա Քերի Քավանոյի պատմածն է։ Ես չէի ցանկանա հիմնվել սրա վրա, նախորդի վրա վստահաբար, քանի որ դա սղագրություն է։ Չէի ցանկանա սրա վրա հիմնվել նորից ունենալով այն տեսակետը, որ սա կարա մարդու հուշը լինի, ընկալումը լինի եւ այլն եւ այլն։ Բայց եթե Վազգեն Սարգսյանի եղբայրը համարում է, որ 99 թվականին հոկտեմբեր ամիս մինչև հոկտեմբեր մինչև դեպքերը քննարկում էր Մեղրին փոխանակելու տարբերակ։ Եթե այդ մարդը ընդունում է դա, ու ասում որ այս թղթերը փառահեղ, լրիվ ճշմարտություն է, հիմա կարդում եմ Քերի Քավանոյի բառերը։ Ես Քերի Քավանոն պատմեցի, որ երբ մենք հանդիպեցինք Վազգեն Սարգսյանին հոկտեմբերի 27-ին, նա մեծ աջակցություն էր ցուցաբերում համաձայնությանը եւ լավ հասկանում էր ինչպես այն վաճառել կամ իրացնել քաղաքականապես։ Այսինքն Վազգեն Սարգսյանի եղբայրը համարում է, որ Վազգեն Սարգսյանը մեծ աջակցություն էր ցուցաբերում Մեղրին փոխանակելու տարբերակին։ Ես ինքս այս փաստաթղթի վրա չեմ ուզում հիմնվեմ, բայց քանի որ դա ինքը ընդունում որպես վերջին ածյանի ճշմարտություն, մենք ֆիքսենք ինչով ազբաղված Վազգեն Սարգսյանի եղբայրը, որը արդեն 20 քանի տարի Վազգեն Սարգսյանի շվաքի տակ աշխատում է քաղաքական գործիչ։ Այ ինչի էր Քոչյանը համաձայնվում, չէ, ինչ էր քննարկում, որ կարելի է Մեղրին փոխանակել։ Այն ինչի բերեց, դա մենք տեսանք, դա Քիվեստ եկավ ապացույցով, թե ոնց է եկել, նախագահի պատմածին բառ առ բառ բռնելով։ Այսքան ժամանակ Ադրբեջանում, գիտեք, մեր ժողովրդի մեջ այս խոսույթը կա, չէ, որ թուրքերը լավ դիվանագետներ են, դե խորամանկ դիվանագետներ են։ Չէ, թուրքերի մեջ ինչ որ աղմախների չափ կա, որ չկա։ Լսել եք Ադրբեջանում մեկը ասի, որ Հեյդար Ալիևը փաստորեն Արցախը տալիս էր, զիջել էր։ Չեք լսել, չեք էլ լսելու։ Դրա համար իրենց դիվանագիտությունը ուժեղ է, մենք այսօր այս շարունակական ստորացման ուղին ենք բռնել, որը վստահ եմ ավարտվելու է։ Մեղրի այդ չարչրկված թեման երևի այսքանով սահմանափակենք ու կուզեմ գնահատենք նաև էլի մի շատ քննարկված պարբերաբար հնչող հարցի, որը թեև ներքին օրակարգից է, բայց էլի վերջին ասուլիսին այդ մասին խոսք գնաց ԱՄԵԿ+ հեռուստաընկերության փակման մասին, պարբերաբար տարբեր առիթներով այս մասին խոսք է գնում։ Գիտեք, այստեղ էլ փորձեմ մաքսիմալ կարճ, բայց նորից ցանկություն հայտնելով, որ
իսկապես հարգում եմ լրագրողի աշխատանքը եւ շատ լավ է, որ լրագրողը պատրաստված կամ բազմակողմանի է մոտենում հարցին։ Եթե նույն լրագրողը Նիկոլ Փաշինյանին չի հարցնում, թե ասենք ոնց եղավ որ H2-ը չստացավ լիցենզիա, Երկիր մեդիան չստացավ լիցենզիա, ու նոր գա հարցնի ոնց A1+-ը չստացավ, կասենք համակողմանի եւ օբյեկտիվ է։ A1+-ի թեմայով մի պարզ բանաձև ասեմ։ Այսօր համարում են Հայաստանը դեմոկրատիայի բաստիոն, չէ՞։ Իբրև։ Համարում են։ Ըստ իշխանությունների։ Հարցը տվող լրագրողի մոտ կար նաև համոզում, որ դա այդպես է, նախագահ Քոչարյանի ժամանակ բաստիոն չէր։ A1+-ը եթերից չի զրկվել։ A1+-ը ընդամենը չի հաղթել մրցույթը, որով նորից եթեր էր ստանալու։ Լավ, այն ժամանակ դեմոկրատիայի բաստիոն չենք եւ A1+-ը չստացավ, չհաղթեց այդ մրցույթը։ 21 թվականին A1+-ը դեմոկրատիայի բաստիոնում մասնակցել է մրցույթի ու չի հաղթահարել։ Ինձ թվում է սրանով այս թեման փակվում է։ Գուցե եղել են այն ժամանակ ինչ որ վարչարարական սխալներ կամ նոր ձևավորվող հեռահամակարգեր, գուցե ես չեմ բացառում։ Բայց բերել դա ասենց աբսոլյուտիզացնել ու ասել որ այն ժամանակ լավ չէր, չտվեց, հիմա ինչի չտվեցիք։ Ինչի՞ չհաղթեց A1+-ը, եթե տենց փառահեղ փաթեթով էր ներկայացրել, թող հաղթեր։ Դե քաղաքական դաշտում մի քանի թեմա կա, որոնք տասնամյակների ընթացքում չեն մարում եւ միշտ պարբերաբար որոշ շրջանակների կողմից բերվում են օրակարգ։ Այդ սկզբից ասացի, այդ թեմաները կուլտիվացվել են, ցանկացած բան, եթե չջրես, ինքը չի փարթամանա։ Ցավոք սրտի երկար տարիներ, տասնամյակներ տարբեր ձևերով դա փարթամացվել է։ Հիմա գործ ունենք հերթով, գիտեք, մի պահ էլ կար, ես Ռիփսիմե Ջեբեջյանին համարում եմ մեր լավագույն եւ փորձառու լրագրողներից մեկը։ Անկեղծ մարդկայնորեն զգացի որ ինքն էլ իրան հայտնի Հոգնայի պատմությունը, որը որ տարիներ շարունակ որ Ռոբերտ Քոչարյանը սպառնացել է, պարզվեց եւ դա այդպես է որ դա եղել է ընդհանրապես հանդիպման ժամանակ պատմված մի հատ անեկդոտ, պատմություն, պատմվածք։ Բայց նույնիսկ այդ փորձառու լրագրողը պատկերացնում եք այնքան մեծ ա եղել այդ մանիպուլյացիայի ու կեղծիքների տեղատարափը։ Փորձառու լրագրողը դա չի բռնել, չի կարեցել ֆիլտրի։ Ինչ ուզեմ ես սովորական մարդուց, որի ուղեղի մեջ տասնամյակներ պետական եւ պետականամերձ ապարատով պարզապես կրակել են Քոչարյանի մասին ցանկացած կեղծիք, որը իմիջիալոց հիմա գնալով ակներև փլվում է։ Սպայկա, պղնձամոլիբդեն, հոկտեմբերի 27 նոր կարդացինք որոշ բաներ, մարտի 1 եւ այլն, հոդս է ցնդում։ Այդ սին մեղադրանքները չի կարա ինչ որ բան լինի սնա մեջ ու գոյություն ունի, մնա։ Ցանկացած ճնշման դեպքում հիմա մենք քաղաքական պայքարի մեջ ենք, կա այդ ճնշումը, կա խոսակցությունը մարդկանց հետ, դրանք հոդս են ցնդում։ Արմիկան, շարունակելով ներքաղաքական թեման, կուզեմ անդրադառնալ տնտեսության եւ առհասարակ Հայաստանի տնտեսական վիճակի վերաբերյալ նախագահի գնահատականներին, նաեւ վարվող հարկային քաղաքականության որոշ շեշտադրումների, որոնք հնչեցին այս ասուլիսին, տեսնում ենք, թե սոցիալ-տնտեսական ինչ ծանր վիճակում է այսօր գտնվում Հայաստանի քաղաքացին եւ իշխանությունը ինչպես է փորձում անգամ ամենախոցելի շերտերի գրպանը մտնել։ Գիտեք, նորից էմպիրիկ փորձ անենք մեր հեռուստադիտողների հետ, որոնք փոքր ու միջին բիզնեսով են զբաղվել, որոնք պարզապես ապրել են նախագահ Քոչարյանի տարիներին։ Բոլորը վստահ եմ հիշում են պարզեցված հարկը։ Հենց բառը ինքը ուշում է պարզեցված։ Գործարարի կյանքը չբարթացնող, նրան աճելու տեղ տվող հարկը։ Հիմա հարկերը հասցրել են այն մակարդակի ու այն բարդության, որ սովորական բանջարեղենի խանութ աշխատացնող քաղաքացին մեծ դավթարով ինչ որ թղթաբանությամբ զբաղված, որ իրեն չգան մեծ տուգանքներ գրեն, իրեն մեծ հարկերով չհարկեն, պարզապես ուզում եմ այդ մարդկանց դիմեմ, հիշում եք պարզեցված հարկի ժամանակահատվածը, լավ էր, դա Քոչարյանի ժամանակ էր։ Նորից ուզում եք հարկային պարզեցում, հանգիստ կյանք եւ զարգացում։ Դա Քոչարյանի ժամանակն է։ Կյանքը ապացուցեց, որ
փորձել եք տարբեր ձևերով, տարբեր մարդկանցով, ճիշտ է, ուզում եք կանեք։ Տնտեսական առումով մի քանի sense գյուղացիների գյուղի հետ շփում ունեմ, Փառք Աստծո, հարազատ գյուղ ունեմ մայրական։ Գիտեք, այդ շփումից իմ մոտ, երբ որ վերադառնում եմ Երևան ու լսում եմ ԿՊԱ-ական պաշտոնյաներին, իմ մոտ բանա, դիսոնանս է առաջանում։ Պարզապես 2-3 թիվ բերեմ, գյուղացիներն էլ իրենք գիտեն, դա իրենց հետ դա տեղի է ունենում։ Ուրեմն սրանց իշխանության գալուց սկսած Հայաստանում կթու կովերի գլխաքանակը 60,000-ով պակասել է, առնվազն 60,000-ով, ինչ կազմում է մոտ 25-30%-ը։ Այսինքն գյուղացին լավ օրից կթու կով է մորթում ծախում։ Ընդ որում միսն էլ չի կարող ծախել, որովհետև մսի վաճառքը մեծ խնդիրներ, մեծ, ինչքան հնարավոր է բարդացրել է նախագահ Քոչյանը ասուլիսի ժամանակ մի բան ասաց, թողեք այս մարդիկ ապրեն, ինչ որ այդ տիպի ֆորմուլիրով կա։ Սրանք ոնց են ասում, թողեք աշխատենք սկզբից։ Թողեք ապրեն այդ մարդիկ։ Այսինքն կթու կովերի սա սարսափելի է, այդ քանակի մոտ 60,000 կովը դա Երևանի պարենային անվտանգության շտեմարանն է։ Նախագահ Քոչյանի իշխանության տարիներին հենց այդքանով ավելացել է, ու ավելի շատ։ Մթերվող, սրանք իշխանության գալիս էին, կաթը մթերելու են 250, հիմա ասում են շուրջ 400 դրամով կաթ են։ Դիմում եմ գյուղացիներին նորից էմպիրիկ փորձ անենք։ Դուք 250 դրամով կաթի մթերման գինը այսօր 140 դրամ է, մայիսին իջնելու է 120, սկսելու են չմթերել։ Հիմա հարց եմ տալի, եթե կթու կովերի քանակը պակասել է, կաթը պակասել է, ինչ որ ապրանք որ պակասում է, պիտի գինը բարձրանա։ Բնական է։ Ինչի են ձեր կաթը կոպեկներով մթերում։ Դուք հասկանում եք, ողբերգությունն է գյուղացին 3-4 լիտր կաթ պետք է վաճառի, որ մի տուփ սիգարետ առնի։ Կասեն թող չծխի, լավ, թող չծխի։ Գյուղացին պետք է մի ամիս այդ կովը կթի, որ մի հատ ատամի պլոմբ դնի։ Այսինքն եթե գյուղացու ատամը ցավում է, պետք է մի ամիս սպասեն ինքը իր կովին շահագործի, որ այդ ամբողջ կաթի գումարով լավ ինչքան կարելի է։ Եվ նորից ինչ որ շարքումներ եղան նախագահ Քոչյանի իշխանության տարիներին, սենց տնտեսական լավ չէր։ Պարզ թվեր, պարզապես մարդկանց հետ ինձ թվում է տոկոսներով, թվերով է պետք խոսել, ոչ թե տոկոսներով։ 98 թվականին կենսաթոշակի միջին չափը նախագահ Քոչյանի իշխանության ստանձնելու կենսաթոշակի միջին չափը եղել է 3800 դրամ Հայաստանում։ Նախագահի հեռանալու պահին 2008-ը դա հաշվետու ժամանակաշրջան է, մեր ժողովրդի ընկալման մեջ 2 ժամկետը հաշվետու է, իմիջիալոց Փաշինյանը երկրորդ ժամկետի մեջ է, վերջանում է։ Հոգեբանորեն մարդիկ այլևս երրորդ անգամ իրեն պատրաստ չեն, նույնիսկ հոգեբանորեն։ Այսինքն իշխանության ստանձնելու ժամանակ թոշակները եղել են 3800 դրամ 98 թվականին եւ վճարվում էր մի քանի ամիս ուշացումով։ 2008 թվականին արդեն 22000 դրամ էր։ Չեմ ասում սա աստղաբաշխական թիվ է, բայց 3800-ը 22000-ի հետ համեմատելով, այսինքն գոնե Փաշինյանի իշխանության օրոք 22000-ը պետք է 120000 դառնար, որ իրանք կոնկուրենցիա կազմեին նախագահ Քոչյանի հետ։ Դառել է սիրելի թոշակառուներ, ձեր թոշակը 120000 դրամ դառել է, չէ։ Քոչյանի ժամանակ թոշակները ստաբիլ աճում էին, ոչ թե 1000 կամ 2000 դրամով, մուննատներով, զուննատներով, անընդհատ երեսով տալով, այլ լուր աճում էին։ Իմիջիալոց այդ մի սխալ ընդունում եմ, մենք էլ ունենք սխալներ։ Երևի այս արած աշխատանքը պետք էր անընդհատ ցույց տալ, ոչ թե երեսով տալու տրամաբանության մեջ, այլ ներկայացնել։ Պարզապես կա մարդկանց մի տեսակ, որը գործ է անում, կա մարդկանց մի տեսակ, որը ցույց է տալիս։ Այն ժամանակ Facebook չկար, բան։ Դե կան ժամանակ այլ լրատվամիջոցներ ու այլ գործիքներ կային։ Ամեն ժամանակ ունի իր ցույց տալու միջոցները։ Երևի մեր սխալն էլ այդ է եղել, ինչ որ դրա համադրություն պետք է գտնվի։ Մեկ այլ թիվ, այսօր իրոք ուսուցիչների աշխատավարձը նախագահ Քոչյանի իշխանության ստանձնելու ժամանակ ուսուցչի մի դրույքը միջինացված եղել է 7-ից 9000 դրամ։ 98 թվականին տարիքով ուսուցիչները ինձ կլսեն եւ որևէ բան չեմ ստում, ով որ եղել է, ով որ աշխատել է։ 2008 թվականին դրույքը միջինացված 87000 դրամ էր։
հասկանում եք, 7-ից 9000 եւ 10 անգամ։ Եթե Փաշինյանը գար ուսուցիչների աշխատավարձ սարքեր 10 անգամ 870,000 դրամ, ինքը որևէ կոնկուրենցիայի մեջ կմնար։ Այսինքն գիտեք, մի պահ ստով, կեղծիքով, նախկինում եկած այդ բացասականով լցնել, բայց հետո գնալով մարդիկ սառում են, չէ՞, այդ խումարը անցնում է։ Իրենց կաշվի վրա զգում են ինչ է կատարվում։ Սառում են ու հասկանում են, որ չէ, եղբայր, այս մարդը մենակ խոսում է ավելին, նոն-ստոպ ռեժիմով սուտ է խոսում։ Ինձ թվում է սրանից լավ տվյալներ, սրանից լավ չի նվազում, դա ցուցիչ է, չէ, գլխավոր ցուցիչ։ Իհարկե, աճում է պլյուս այդ աղքատացող, ավելի աղքատացող ժողովրդին պարտադիր հայտարարագրում, կյանքը դժվարացնող եւ ավելի վատացնող բոլոր ամբողջ գործիքակազմը կիրառվում է։ Իմիջայլոց նոր թվերը որ բերեցի աշխատավարձների, հենց թվաբանական աճ, որտեվ տոկոսով խոսում ես մարդիկ չեն հասկանում։ Ну դժվար է ամեն դեպքում, աբսոլյուտ թիվը։ Այս թոշակների ու աշխատավարձերի աճի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին պարենային ապրանքները գրեթե չեն թանկացել կամ թանկացել են, ասենք, տարին ինչ որ միսը տարվա մեջ կարող է 100 դրամով կամ միջինացված 10 տարվա մեջ 500 դրամով միսը։ Հիմա միսը մի օրում է 1000-2000 դրամով թանկանում, թոշակը բարձրացնում են 1000 դրամով, կիլոմետրանոց մուննաթներով ու լավ բարգ ադալժենյաներով, բայց հաջորդ օրը թոշակառուն իջնում է խանութ, տեսնում է կոնկրետ ինչ-որ մի ապրանք, որ իրան պետք էր առաջին անհրաժեշտությունը, միանգամից 2000 դրամով թանկացել է։ Ինդեքսավորում չի արվում։ Չէ, բացարձակ անհնար, ոչ միայն ինդեքսավորում չի արվում, այլ պարենային ապրանքների աճը շատ ավելի առաջանցիկ է գները, քան իրանց բարձրացած այդ կոպեկները։ Մի օր մի թոշակառու ասում է, գլնի չբարձրացնեք, ոչ են, հաշվել եմ, որ ինձ ձեռա տալիս հնով ապրեմ, բայց 5 գներով։ Այսօր սպառողական զամբյուղի ֆինանսական արժեքը ավելին է, քան կենսաթոշակն է ու նվազագույն աշխատավարձը։ Սա այն բաներն է, որ ես պիտի հեռուստատեսությամբ չպատմեմ, սա մարդիկ զգում են։ Եթե օրինակ Ալմատիի հռչակագրով եւ այլ դա մի տեսակ մութ թեմաներ է, բացատրության եւ այլ բանի կարիք ունի, սա մարդը զգում է ամեն օր, ամեն վայրկյան։ Սրանց կողմից էս ադալժենի անել է, էս մուննաթը արդեն բան սարսափելի աստիճանի է հասել։ Այդ ասֆալտ բառը արդեն մարդիկ լսում են, սկսում են ծիծաղել, եթե սկզբից դա մի քիչ ընկալելի էր, այսինքն ասֆալտ ենք արել, 7 միլիարդ պարտք են ավելացրել, մի քիչ ասֆալտ են արել, ուրեմն թվերով ում հետաքրքիր է կարա սուտ չեմ խոսի։ Նախագահ Քոչարյանի իշխանության տարիներին սարքված ճանապարհների, ոչ թե ասֆալտապատված, այլ սարքված ճանապարհների, տրանսպորտային հանգույցների եւ այլնի հետ կապված, իրանք որ ուզենան այդ ռեզուլտատին հասնեն, մի 500 տարի պետք է իշխանության լնեն, արտաքին պարտքն է սարքեն մի քանի տրիլիոն։ Այսինքն արտաքին պարտքը ավելացնում է, իմիջիալոց նախագահի օրոք դա որևէ լումա արտաքին պարտքից չի օգտագործվել։ Նիկոլ Փաշինյանի նախարարն էլ մանիպուլյացիա էր անում վերջերս, ասելով թե արտաքին պարտքը չի ավելացել այդքան։ Ահա, դե այդտե մասնագետները ծաղրեցին, ես այդտե ուրիշ խոսք չունեմ, էլի, բայց նախագահ Քոչարյանի իշխանության ժամանակ այդ աշխատանքների վրա արտաքին պարտք մեր ժողովրդի վզին չի ավելացրել։ Պարտքը շատ մեծ պարտք ունենալը լավ բան չի։ Ու գնալով աճել ու ասել հենց ինչ որ բան խոսում ես ասֆալտ են կարել։ Մի տեսակ տպավորություն է, որ հայ ժողովրդի բոլոր իղձերն ու երազանքները ասֆալտի շուրջ են պտտվում։ Կամ այս ժողովուրդը կյանքում ասֆալտ չի տեսել։ Էլի տարիքով մարդկանց եմ դիմում։ Հիշեք մինչև 98-99 թվական Հայաստանի ճանապարհները ու հիշեք 2000-2008 թվականները։ Հիշեք, որ արտաքին պարտքը չի ավելացել։ Հիշեք, որ այդ ճանապարհները սարքում են, ձեր վրա մուննաթ չէին գալի ամեն կառավարության նիստից, իբր մի պարտականություն արել եք։ Իսկ պարտքի ավելացման տեսակետից, գիտեք, Հայաստանը դեմոկրատիա է, Ադրբեջանը ինչ որ բռնապետություն։ Ադրբեջանում 20 թվականից հետո սիրելի ժողովուրդ, հասկացեք, 7 միլիարդ արտաքին պարտք են ավելացել, ձեր հաշվին են վերցրել։ Երևանում մի մետրոյի կայարան չեն կարող սարքել։ 7 միլիարդով Երևանում կարելի է սարքել 70 հատ մետրոյի կայարան։ Ամեն շենքի տակ կլներ մի հատ մետրոյի կայարան։ Ադրբեջանում այդ ընթացքում 20 թվականից այս կողմ 3 հատ Բաքվում մենակ մետրոյի կայարան է բացվեն օր։
3 հատ միջազգային օդանավակայան կինո հայրենիքի մոտի այդ իրանց տրանսպորտի развязки որտի սարքեին մտում տարան կրասկեքով ներկեցին հասկանում եք ձեր հաշվին պարտք են վերցնում դուք էլի նույն ձևի պրոբկեքով տանջվելով մի հատիկ մետրոյի կայարան չեն սարքել մի օր տեղացած ձյունը ցույց տվեց չէ ինչ է կատարվում դե հա սրանք սկի ձյուն չեն կարող մաքրել Եվ խոսենք արտաքին թրենդներից, զրույցի մի հատվածում իհարկե դրան անդրադարձակ, բայց կուզեմ մի փոքր ավելի մանրամասն խոսենք այդ մասին, աշխարհում վերափոխումներ են եւ դուք նշեցիք, որ այդ թափանիվը արդեն շրջվում է դեպի կայունություն, դեպի փորձառություն եւ ըստ էության այս էպոխան Զելենսկիների, Փաշինյանների ավարտվում է։ Գիտեք, չնկատել դա անհնար է։ Այն ինչ հիմա տեղի ունենում Զելենսկու հետ, այդ աշխարհաքաղաքական երևի որբ ինչ-որ դա սարսափելի է, առաջ հերթին սարսափելի է ուկրաինացի ժողովրդի համար, որոնք նույնպես խաբվել են, նույնպես գնացել են այդ ծայրահեղ պոպուլիզմի, ավանտյուրիզմի հետևից։ Ուկրաինայում դա ավարտվեց շատ վատ։ Հուսամ Հայաստանում դա գոնե իր տրամաբանական ինչ-որ ձևի դուրս գանք դից իմիջիալոց ասուլիսից հետո տարբեր արձագանքներ եղան նախագահի առաջարկով ասում եկեք նայենք մի հատ Ռուսաստանի աշկերով ստե տեղի ունեցողին ռուսամետության բարձրագույն այսպես տարբեր բաներ հիմա մի հատ հարց եմ տալիս գործող վարչակազմը ամեն օր ասում է եկեք Թուրքիայի ու Ադրբեջանի աշկերով նայենք այսինքն թշնամու աշկերով նայել կարելի է բայց ռազմավարական գործընկերոջ աշկերով նայել չի կարելի, հարաբերությունները միջպետական, դրանք համատեղ շահերի զուգադրումն է։ Իհարկե պիտի կարենաս դիմացինի, մարդկային հարաբերություններում էլ է տենց։ Պիտի կարենաս դիմացինի շահերը համադրես կոնի հետ եւ աշխատես այդտեղ, եթե բարեկամ առավել եւս։ Գիտեք, վերջերս մի բան էի կարդում, շատ հետաքրքիր բան կար։ Սուրբ Օգոստինոսը Անգլիայի առաջին քրիստոնյա քարոզիչներից մի փառահեղ նախադասություն ունի, երբ որ Անգլիայում եղել եւ այլն, ասել է թե չեք ուզում բարեկամություն ընկերների հետ, կստանաք պատերազմ թշնամիների հետ։ Սա աքսիոմա է։ Եվ Հայաստանը դա տեսավ 20 թվականին։ Պարոն Միկոյան, հնարավորությունների մասին էլ խոսեց երկրորդ նախագահը Արցախի վերադարձի խնդրի ապահովման ու առհասարակ այս ստորացված վիճակից դուրս գալու այս համատեքստում կուզեմ նաև անդրադառնալ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի վերջին հայտարարությանը, որը վերաբերում էր Պրահյան գործընթացին, Արցախի հանձնմանը, դեսպանը ասում էր ստում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ Արցախը Ադրբեջանի մաս է ճանաչվել Պրահայում եւ ըստ նրա դա արձանագրված է եղել դեռ Ալմատի հռչակագրում։ Տեսեք, մի քիչ հերվից կամ նախապատմությունից նեղ մասնագիտական է, ինձ իրավունք կվերապահեմ, դրանից շատ ավելի խորը ու մասնագիտական խոսեմ, ու մեր հերոստատիտողները պարտավոր չեն լինեն մասնագետ արցախյան կարգավորման կամ դիվանագիտական ոնց, պարզապես կխնդրեմ ինձ որպես մասնագետ ընկալել։ Օրինակ, ես իմ թափագործ հայերեն ասած խադավիկին, հայերեն կատակով վստահում եմ ինչ ասում է անում է, որտեվ մասնագետ է ու փառք Աստծո, մինչև այսօր որևէ խնդիր չեմ ունեցել։ Հիմա խնդրում եմ վստահեք, հասկանանք միասին։ Ալմատի հռչակագիրը, այսպես կոչված ստորագրելու պահին, Արցախը արդեն ԽՍՀՄ գործող բոլոր նորմերին համապատասխան դուրս է եղել ոչ թե Ադրբեջանից, այլ ԽՍՀՄ-ից։ Եվ Ալմատի հռչակագրում ուղիղ գրած է «Նամամենտ распада Советского Союза»։ Դա չի վերաբերում Արցախին, որտեղ Արցախը այդ պահին էլ ԽՍՀՄ-ում չէր։ Հիմա ապացուցեմ նաև ինչի։ Մերձբալթյան 3 պետությունները չեն ստորագրել Ալմատի հռչակագիրը։ Նրանք համարել են, որ իրանք ԽՍՀՄ չեն ու չեն ստորագրել։ Այսինքն Մերձբալթյան, ըստ սրանց ասելու, Մերձբալթյան 3 հանրապետությունները տարածքային ամբողջականությունը պահպանված չի։ Չեն ստորագրել Ալմատին։ Բայց Արցախը արդեն չկար ԽՍՀՄ-ում։ Ստորագրման պահին դա իրեն վերաբերելի չի եղել։ Եթե նույնիսկ ընդունենք, որ Հայաստանը ստորագրել է եւ կարող է վերաբերվել, Հայաստանի խորհրդարանը վավերացել է դա վերապահումներով։ Եվ Ֆրանսիայի դեսպանը ինձ թվում է, գիտեք, Ժոզեֆ Բորելից լավ
Սա դաջվելու է միջալոց, սա է իշխանության վրա դաջվելու է, դա դիվանագիտության դասագրքերում գրվելու է։ Ժոզեֆ Բորելը փաստացի ուղիղ տեքստով ասեց Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով ԼՂ-ն միանշանակ ճանաչել է Ադրբեջանի մաս։ Սրանից հետո հղում անելով Ալմատիին, գիտեք, եթե ուզում էին Արցախը ճանաչեին, պատրաստ էին ճանաչելու։ Վստահ եմ, եթե Ալմատի եղած է չլներ, Նվարսակի պայմանագիրը կբերեին, ասեին Նվարսակում ցես տող կա։ Կամ կարող է ալներ, կարող է եղելա վառվել է այդ տողը, ջնջվել է բան։ Եթե դու պատրաստ ես շուտ բան 10, տակը հաստատ թուղթ կդնեն։ Ալմատիի վրա հղումը դա դիվանագիտական անմեղսունակություն է։ Այսքան կոնֆլիկտ ենք տեսել ուկրաինական, Ռուսաստանի հետ իրանք խնդիրներ ունեն եւ այլն, վրացական, օսական, աբխազական եւ նախկին ԽՍՀՄ տարածքի բազմաթիվ Մերձդնեստր եւ այլն։ Լսել եք մի անգամ Զելենսկին թեկուս իր եվրոպացի, եթե Մակրոնին այդքան դուր էր գալիս Ալմատիի հռչակագիրը, լսել եք Զելենսկին մի անգամ ասի, դե ըստ Ալմատիի հռչակագրի իմ տարածքային Պարզապես դեմքին բարձր կծիծաղեն նույն եվրոպացի դիվանագետները։ Եվս մեկ ապացույց 30 տարվա ամբողջ բոլոր բանակցային թղթերում Նիկոլ Փաշինյանի սիրած, Նիկոլ Փաշինյանի չսիրած, ՄԱԿ-ի 4 բանաձևերում, որոնք իրանք սիրում են անդադար կարել, Ալմատի բառը չկա։ Նույնիսկ ադրբեջանական խոսույթում չի եղել։ Չի եղել, որովհետև եթե Ռոբերտ Քոչյանի մոտ նստեր Հեյդար Ալիևը կամ Իլհամ Ալիևը հողում անեին Ալմատիին, իսկապես այդ Մինսկի խմբի համանախագահները երևի մի կես ժամ կծիծաղեն, կցրվեին տներով, էլի, որ լուրջ տպավորություն եք թողել։ Ախր չի կարելի, եթե մարդիկ մասնագետ չեն, իրենց չի կարելի այդ տիպի ստոր մանիպուլացնել ու խաբել։ Գիտեք, որ մարդիկ հասկանան, պատկերացեք, ունեք հիվանդ հարազատ, ում սիրտը բուժելու փոխարեն բժիշկը բուժել է երիկամները, նա մահացել է։ Հիմա ձեզ գալիս ասում է, գիտեք, 91 թվականին իրան մի բժիշկ խորհուրդ էր տվել երիկամները ստուգեն, այո, երիկամները ստուգել պետք է։ Դրա համար ես երիկամները բուժեցի։ Չի կարելի այդպես ստոր ձևի խաղալ, նորից նույն հարազատիդ, այլ հարազատիդ կտաս այդ բժիշկի։ Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ին կամ Արցախայցյան վերադարձին։ Կա նոյեմբերի 9-ի թուղթը, որը դեռ գործում է, նախագահան ասեց, որ դա պետք է սկսել առաջի կետից եւ գալ 9-րդով մարդկանց վերադարձը ապահովելու։ Սրան զուգահեռ մի process էր գնում, Մինսկի խմբի լուծարում։ Իշխանությունների նույն Մինսկի խումբը կոչված էր այդ կոնֆլիկտը, այդ բանը հարթել, նաեւ այդտեղ ապրող ժողովրդի իրավունքները պահելով, ինքնորոշման իրավունքը, որը որ մադրիդյան թղթով եզակի թուղթն է, որ OBSE-ի պաշտոնական առաջարկ է եղել։ Եվ Մինսկի խմբի լուծարման փաստարկ վերում է, որ դե գիտեք, դե իրար հետ չեն խոսում այդ երեք պետությունը, դե ինչ իմաստուն, իշխանությունների մաքուր բանն է։ Չէ, թե հերոստացույց չեք նայում, այդ պետությունները սկսել են իրար հետ խոսալ։ Ափալ-թափալ, ինչի եք Ադրբեջանի պահանջները սկսել են խոսալ, օգտվեք այդ հնարավորությունից։ Տրամփ-Պուտին ուղիղ դիալոգը կա, վստահ եմ շուտով լինելու է նաև Մակրոնի հետ դիալոգ։ Փոխվում է աշխարհը, եղանակը փոխվում է։ Այս ամառվա շոքին ձեր այդ հին դուբլոնկեքը հանեք, խաշվելու եք։ Բոլորին խաշելու եք ձեր։ Պարոն Միկոյան, այս համատեքստում նաև գերիների հարցն է հրատապ օրակարգում, բայց այն սպասարկող չկա։ Հայաստանի Հանրապետությունը իդեմս գործող իշխանությունների չի զբաղվում այդ հարցով։ Գիտեք, այսօր այդ թեմային երեկվա այդ կադրերը տեսնելուց հետո դատարանի ընդհանրապես այդ կադրերը տեսնելուց հետո ինձ թվում է չկա հայ մարդ, որի մոտ նույնիսկ չես կարողանում նայես դրան։ Բայց այսօր նաև սիմվոլիկ օր է, այսօր Սումգայիթի կոտորածների օրերն է ու այս տիպի պետական մակարդակով մոռացության տալը, օրինակ 2 օր առաջ իրենց այսպես ասած Խոջալույի ջարդերի օրերն էր, իրենց առաջի տիկնոջից սկսած մինչև վերջի տիկին անդրադարձան պետական մակարդակով, այստեղ դա կարող այսօր ինչ-որ մի հատ տեքստ գնա փափուկ, այստեղ մոռացության է դա տրվում, երբ որ դու քո այդ կատարված անարդարությանը պահանջատեր չես, դա կրկնվում է։ Ու Սումգայիթի հետ կապված, գիտեք, շատ սիմվոլիկ է, էլի, Թումանյանի խոսքերն եմ ուզում հիշեմ, որ Բերանն առնոտ մարտակեր են գազան, 1000 տարում հազիվ դարձավ մարտասպան։ Մենք տեսնում ենք դա, նույն Սումգայիթյան օրերի գազանը
այդ ժամանակ բռնաբարում, խոշտանգում, այրում էին հայերին, հիմա նույն խոշտանգումներն է Բաքվի դատարաններում։ Հայաստանի պետությունը որևէ գործուն լծակ դու չես տեսնում, որ կիրառում, այնչ որ անդադ ասում են, մենք որ խոսենք, դե կվնասենք, ավելի կվնասենք, դուք արդեն ավելի վնասել եք, այդ մարդիկ այդտեղ են, ավելին դուք ափալ-թափալ մեծ արագությամբ, լույսի արագությունից արագ ադրբեջանցի մի գերի ընկնումա ձեռները չի հասցնում սահմանը հատի, այն կողմից տալիս են իրանց։ Գերիներին հետ բերելու լավագույն միջոցը փոխանակումն է։ Երբ որ դու չունես, դու վաղուց ամեն ինչը տվել ես, շատ դժվար է ու բարդ է, ու ես իրոք սրանց պահվածքից չեմ հասկանում, որ իրանք ունակ են գերի վերադարձնել։ Դե մի հատ անատամ հայտարարություն ընդամենը արեցին, այս հանրային բողոքի պահանջի ալիքից դրդված։ Հա, այսօր էլ հավաք կա, այսինքն կա բողոքի ալիք, կլինի հայտարարություն, բայց այդ հայտարարություններն է շատ իրոք անատամ, անիմաստ, որևէ գործողություն չի ենթարկող, էլ եմ ասում, երբ որ դու բոլոր գերիներին տվել ես, մի բան էլ այնպես ես արել, որ այդ մարդիկ գերինքն են, հիմա էլ հոխորտում ես, թե ինչի են գերինք էլ։ Գիտեք, արդեն լուրջ թե պետական կառավարման, թե հայրենիքի ընկալման, թե չգիտեմ, խեղումները այնքան շատ է սրանց մոտ։ Ես պարզապես բոլորիս եմ, ես բոլորիս համարում եմ բոլորի, անուններ չեմ ուզում առանձնացնեմ, իմիջիալոց իմ մոտեցմամբ որևէ անուն առանձնացնելը սխալ է։ Նրանք բոլորը հայեր են եւ դա կամ պետք է ընդհանուր բոլորին բերենք, եւ պետք է ամեն ինչ արվի։ Վստահ եմ դա կարվի։ Եթե մի հրաշքով սրանք կարողանան, ուրեմն կարողացան, եթե չէ, պետք է դրան հետամուտ լինի, շատ դաժան տեսաններ է ու իրոք sense բռնումա այս մանկությունս եմ հիշում այդ Սումգայիթի օրերի, երևի 10-11 տարեկան է այդ։ Այսինքն այդ նույն պատկերը, այդ նույն զգացումը չի փոխվում։ Այստեղ դատարանի դահլիճը իբրև թե չկա, չէ, խոշտանգում, բայց հասուն մարդ ես հասկանում ես, չէ, ինչ է կատարում։ Ես մեր հարցազրույցի սկզբում խոսեցի այդ շարունակական նվաստացման մասին։ Մի տեսակ անվերջ նվաստացման ցիկլ ենք մտել։ Ես էլի ուզում եմ կրկնեմ մեր սիրելի քաղաքացիները թող իմանան, չկա պետություն, որը չի պարտվել։ Իրոք երևի քարտեզի վրա քաղաքական չկա, բայց բոլորը այդ ցիկլից դուրս են եկել, որովհետև պարտվողին կամ պատժել են, կամ ինքնապատժվել է, կամ փախել է, անհետացել է, ու այդ ցիկլը ընդհատվել է։ Այսինքն Գերմանիայում պարտությունից հետո 70 քանի ամյա Կոնրադ Ադենաուերը եկավ իշխանության եւ 5-6 տարվա մեջ Գերմանիան դառավ Եվրոպայի համար մեկ տնտեսությունը։ Նույն Ադրբեջանը սարսափելի պարտության եզրին կանգնած 72-ամյա Հեյդար Ալիևը եկավ ու պարզապես փրկեց, շունչ տվեց դրանց։ Չպահեցին, չէ, ոչ Գերմանիայում ոչ Հիտլերին կամ որևէ նացիստի պահեցին, Ադրբեջանում էլ չի բեին չպահեցին, այսինքն համաշխարհային փորձը ու օրենքները այդպիսին են, ուզում ես փրկվես, պետք է փոխես։ Շնորհակալ եմ զրույցի համար, հարցազրույցին սպասեք երկուշաբթի։